Շեքսպիրի գրական գործունեության երկրորդ շրջանի առաջին ստեղծագործությունը Հուլիոս Կեսարն է, որով սկսվում է նրա հայտնի ռոմեական ողբերգությունների շարքը։ Այդ ողբերգությունները նա գրել է Համլետի, Օթելլոյի, Մակբեթի և Արքալիրի հետ զուգընթաց, երբ նրա հանճարը հասել է իր զարգացման ամենաբարձր աստիճանին։ Իրեն չոշափած խնդիրներով ռոմեական ողբերգությունները այն ժամանակվա Անգլիայի պետական, քաղաքական և հասարակական կյանքի համար խիստ կարևոր ու հրատապ նշանակություն ունեին։ Անգլիական միապետությունը արդեն կատարել էր պատմականորեն իր պրոգրեսիվ դերը և 17-րդ դարի սկզբին իր վարած ռեակցիոն քաղաքականությամբ դարձել հասարակության զարգացումը արգելակող ուժ։ Եղիսաբեթի թագավորության վերջին տարիներին անգլիական միապետության ճգնաժամի առաջին նշաններից էր նաև դուրս Էսեքսի գլխավորած ապստամբությունը 1601 թվականի փետրվարին։ Շեքսպիրի ուշադրությունը գրավում է ամենից առաջ Հուլիոս Կեսարը, որը վերացնության դարաշրջանի գրականության մեջ շատ հաճախ ներկայացվում էր որպես իդեալական միապետի տիպար։ Շեքսպիրը նույնպես իր գրական գործունեության առաջին շրջանում շատ դրական է արտահայտվում նրա մասին, դատապարտում նրա սպանությունը, բայց այժմ նոր պայմաններում Հուլիոս Կեսարը նրան ներկայանում է այլ նկարագրով։ Ողբերգության թեման Շեքսպիրը վերցրել է Պլուտարքոսի կենսագրություններից։ Գլխավոր աղբյուրը Հուլիոս Կեսարի, Մարկոս Բրուտոսի և Մարկոս Անտոնիուսի կենսագրություններն են։ Շեքսպիրը հավատարիմ է մնացել Պլուտարքոսի հաղորդաստավյալներին, կատարելով միայն չնչին փոփոխություններով։ Գլխավոր նորությունը այն մեկնաբանությունն է, որ տալիս է Շեքսպիրը գործող գլխավոր անձերին, ինչպես նաև պատկերված իրադարձություններին։ Հուլիոս Կեսարի գլխավոր հարցը ռոմեական ազնվական հանրապետության և նոր ձևավորվող միապետության պայքարն է։ Հուլիոս Կեսարը, օգտվելով այն մեծ հեղինակությունից, որ նա ձեռք է բերել Հռոմում, ձգտում է ոչնչացնել հանրապետական կարգերը և ստեղծել միապետություն։ Հանրապետականները Բրուտոսի և Կասիուսի գլխավորությամբ դավադրություն են կազմակերպում Կեսարի դեմ, նրան սպանում սենատում այն օրը, երբ նրա գլխին պետք է թագ դրվեր։ Այնուհետև սկսվում են քաղաքացիական պատերազմները Կեսարի կողմնակիցների և հանրապետականների միջև։ Հանրապետականները պարտություն են կրում, Բրուտոսը և Կասիուսը ինքնասպանություն են գործում, հաղթում են Կեսարի կողմնակիցները, Անտոնիուսը, Օկտավիոսը և Լեպիդոսը, որոնք իշխանությունը բաժանում են իրար միջև, ստեղծելով եռապետություն։ Հակառակ այն հիացական վերաբերմունքի, որ գոյություն ուներ այն ժամանակվա անգլիական թատրոնում Հուլիոս Կեսարի նկատմամբ, Շեքսպիրը նրան ներկայացնում է խիստ բացասական գծերով։ Կեսարի ամենաբնորոշ գծերից մեկը փառասիրությունը և իշխանատենչությունն է։ Նա ձգտում է իշխանության, գահի, թագի, բայց իր այդ ձգտումը Ռիչարդ III նման ամեն կերպ աշխատում է քողարկել։ Այս տեսակետից խիստ բնորոշ է այն տեսարանը, երբ ժողովրդի ներկայությամբ Անտոնիոսը նրան 3 անգամ թագ է առաջարկում։ Առաջին անգամ, երբ նրան թագ են առաջարկում, նա մի կողմերում ժողովրդի տրամադրությունը շոշափելու համար։ Ժողովուրդը ցնծագին աղաղակով հավանություն է տալիս նրա այդ քայլին։ Թագը երկրորդ անգամ են առաջարկում։ Նա երկրորդ անգամ է մերժում մեծ դժկամությամբ։ Ժողովուրդը նորից ցնծագին աղաղակ է բարձրացնում։ Վերջապես երրորդ անգամ, երբ նա նորից է մի կողմ հրում թագը, ժողովուրդն ավելի ուժգին է աղաղակում ու ծափահարում և ուրախությունից վեր նետում գլխարկները։ Բայց այս անգամ Կեսարը ուշաթափվում է և փռվում հատակին թագի վրա։ Բրուտոսն այդ բանը բացատրում է նրանով, որ Կեսարը անկնավոր է, բայց մյուսները կապում են նրա փառասիրական ձգտումների իրագործման առաջին անհաջողությունների հետ։ Կեսարի փառասիրական և իշխանատենչական այդ ձգտումները դրսևորվում են նաև հաջորդ օրը։ Սկզբում վախենալով նա չի ցանկանում սենատ գնալ, բայց քանի որ խոստացել էին այդ օրը նրա գլխին թագ դնել, նա այնուամենայնիվ գնում է։ Շեքսպիրը Կեսարին օժտել է նաև այլ կարգի թերություններով։ Նա զարմանալիորեն նախապաշարված և վախկոտ մարդ է։
Անտոնիոսը պետք է մասնակցի տոնախմբության արդիվ կազմակերպված վազքին։ Կեսարը խնդրում է նրան վազքի ժամանակ սկսվել իր կնոջը Կալպունիային, որովհետև ինչպես բացատրում է նա, ծերերն ասում են, թե ամուլ կանայի բերի են դառնում, երբ որ դիպչում են նրանց սարսափազան այս մրցարանում։ Հաջորդ օրը նա պետք է գնա Սենատ, կինը գիշերը սարսափելի երազ է տեսնում, որ իբր թե շատրվանի պես արյունը ժայթքել է նրա հուշարձանի բազում անցկերից եւ որ շատ ռումյացիք նրա արյան մեջ իրենց ձեռքերը ուրախանալով լվացել են։ Կեսարը անմիջապես դիմում է քուրմերի օգնությանը, կարգադրում է զոհ մատուցել Աստծուն եւ հայտնել իրենց կարծիքը այդ երազի մասին։ Կեսարը այնքան է վախենում այդ երազից, որ վերջի վերջո որոշում է այդ օրը Սենատ չգնալ, բայց հատկանշական է, որ մյուս կողմից ամեն կերպ ձևացնում է, թե չի վախենում։ Միայն այն բանից հետո, երբ Դեցիուսը կնոջ երազին նպաստավոր մեկնաբանություն է տալիս եւ միաժամանակ ասում, թե այժմ բոլորը կսկսեն փսփսալ, թե Կեսարը վախեցավ, նա համաձայնվում է գնալ Սենատ։ Բացի այդ Կեսարը դեռ միապետ չդարձած, արդեն շատ որոշակիորեն բռնակալական հակումներ է հանդես բերում։ Երբ Դեցիոսը ցանկանում է իմանալ, թե ինչ պատճառով նա չի ցանկանում Սենատ գնալ, Կեսարը նրան պատասխանում է. Պատճառն իմ կամքն է, չեմ կամենում գալ, այդ էլ հերիք է սենատորներին բավարարելու։ Եվ ահա այս սնոցիապաշտ, վախկոտ, դատարկ, մեծամիտ, եսասեր, բռնակալական հակումներ հանդես բերող մարդը թագագիր դառնալու իր փառասիրական տենչը ցանկանում է քողարկել հասարակության շահերին նվիրվածության թատերական թիկնոցով։ Երբ Միջնաբերդի առաջ Արտեմեդոսը Կեսարի նամակ է հանձնում եւ խնդրում անմիջապես բանալ եւ կարդալ, Կեսարը մեծ հանդիսավորությամբ հայտարարում է. մեզ վերաբերող ամեն մի գործ պետք է կատարվի վերջում։ Շեքսպիրը Կեսարին օժտել է նաև ֆիզիկական թերություններով, նրա ձախականջը խուլ է, ակնարկում է նրա ընկնավոր լինելու հանգամանքը, սակայն այս բոլոր բացասական գծերի մեջ Շեքսպիրը շեշտում է Կեսարի հատկապես փառասեր, բռնակալ լինելու հանգամանքը։ Քաղաքական այլ տիպի գործիչ է Բրուտոսը, նա ազնվական հանրապետության կողմնակից է, հանրապետական կարգերի մոլեռանդ պաշտպան եւ բռնակալության թշնամի։ Հենց սկզբից նա վախ է հայտնում, որ ժողովուրդը կարող է Կեսարին թագավոր ընտրել, բայց նրան տակավին ոչինչ հայտնի չէ Կեսարի փառասիրական տենչերի մասին։ Նա պարզապես չի ցանկանում Կեսարին թագավոր տեսնել, որովհետև ինչպես ինքն է ասում, ես նրան սաստիկ սիրում եմ։ Բայց այն բանից հետո, երբ Կասիուսը նրա աչքերը բացում է, Բրուտոսն այլևս քունու հանգիստ չունի։ Ես բոլորովին քնից զրկվեցի, ասում է նա։ Նրա մտահոգության գլխավոր առարկան երկրի վիճակն է, հանրապետության ճակատագիրը։ Միթե Ռոմը պետք է մի մարդու ահի տակ դողա, բացականչում է նա։ Օհ Ռոմ, ես քեզ երդվում եմ ահա, եթե դու պետք է փրկություն գտնես, այդ փրկությունը դու Բրուտոսի բազուկով կգտնես։ Բրուտոսը երկար խորելուց հետո գալիս է այն եզրակացության, որ Կեսարին պետք է սպանել եւ այն էլ ոչ թե սեփական անձից, այլ ընդհանրապես բարիքի համար։ Բրուտոսը դարձյալ հաստատ չգիտե Կեսարի բուն նպատակները, բայց նրան հայտնի է, որ մեծությունը միշտ չարիք է դառնում, երբ բաժանվում է գութը նրանից, եւ որ հետեւաբար նույն բանը կարող է տեղի ունենալ Կեսարի հետ։ Ոստի եւ պետք է նրան համարենք տակավին ձվից դուրս չեկած մի օձ, որ դուրս պրծնելով իր ցեղի նման կարող է դառնալ խիստ վտանգավոր, ոստի եւ հարկ է նրան ջախջախել դեռ իր պատյանում։ Հենց սկզբից պարզ երևում է Բրուտոսի գլխավոր սխալն ու մոլորությունը։ Նա կարծում է, թե Կեսարին սպանելու միջոցով կարելի է կասեցնել պատմության ընթացքը, փրկել պատմականորեն իր դառն ապրած ազնվական դեմոկրատիայի անխուսափելի կործանումից եւ փակել միապետության հաղթանակի բոլոր ուղիները, որի հաստատում այդ ժամանակ պատմական անհրաժեշտություններ։ Այդպիսի մոլորության մեջ են նաև Բրուտոսին իրենց պարագլուխը դարձրած մի քանի հանրապետականներ՝ Կասիոսը, Կասկան, Տրեբոնիուսը, Լիդարիուսը, Դեցոս Բրուտոսը, Մետելոս Կիմբերը։
Սակայն Բրուտոսի և նրա քաղաքական համախոհերի մեջ տարբերությունները շատ մեծ են։ Բրուտոսն իր գործունեության ամբողջ ընթացքում ոչ միասնական նպատակ չի հետապնդում և միշտ ղեկավարվում է ընդհանուր շահերով։ Այս տեսանկյունից շատ կարևոր է այն ճառը, որով նա հանդես է գալիս ժողովրդի առաջ։ Նա բացատրում է, թե ինչ նկատառումներ ձեռք է բարձրացրել Կեսարի վրա։ Եթե այս բազմության մեջ կա Կեսարին անկեղծորեն սիրող մի բարեկամ, նրան ես կասեմ, որ Բրուտոսի սերը Կեսարի հանդեպ նրա ունեցած սիրուց պակաս չէր։ Եվ եթե այդ բարեկամը բացատրություն պահանջի, թե ինչու Բրուտոսը զինվեց Կեսարի դեմ, այս է իմ պատասխանը. ոչ թե նրա համար, որ ես Կեսարին պակաս էի սիրում, այլ նրա համար, որ ես Ռոմն ավելի սիրեցի։ Կուզենայիք, որ Կեսարն ապրեր և ամենքը որպես ստրուկ մեռնեինք, թե այդ Կեսարը մեռներ և ամենքս ազատվեինք ստրկությունից։ Նա փառասեր էր և ես նրան սպանեցի։ Ռոմի սիրո համար ես սպանեցի իմ սիրեցյալին և նույն դաշույնը պահում եմ ինձ համար, երբ հայրենիքը իմ մահվան կարիքն զգա։ Բրուտոսի այդ հայրենասիրությունը, անշահընտրությունը և քաղաքական ազնվությունը ցայտուն կերպով երևում է նաև նրա համար ստեղծված ծանր օրերին։ Հակառակորդի հետ վճռական ճակատամարտի նախօրյակին նա պատժում է Լուցիո Սպելային կաշառ վերցնելու համար։ Նա խիստ հանդիմանում է իր հավատարիմ զինակից Կասիոսին այն բանի համար, որ նա նույնպես ձեռքից թույլ է և ոսկով պաշտոններ է վաճառում։ Նրա համար շատ բնորոշ են հետևյալ խոսքերը. իր ձեռքը պղծել անար կաշառով և իր անսահման փառքի դաշտերը վաճառքի անել, այսպիսի մի բուռ մետաղի համար լավ է շուն լինեմ և հաչեմ լուսնին, քան թե այդպիսի մի հռոմեացի։ Բրուտոսը դատապարտում է նաև այն մեթոդները, որոնցով Կասիոսը դրամ է գանձում ժողովրդից։ Ես ընդունակ չեմ անասնիվ ձեռքով դրամ գանձելու, երկինքը վկա, լավ է իմ սրտից ես դրամ կտրեմ և իմ արյունից ձուլեմ դահեկան, քան թե գյուղացոց կոշտացած ափից կորզեմ ես նրանց վերջին գրոշը մի որևէ կերպ։ Բայց այս բոլոր ազնիվ գծերի հետ միասին Բրուտոսն ընդհանրապես քաղաքական մոլորության մեջ լինելուց բացի այլև շատ երազող է, քան պրակտիկ քաղաքական գործիչ։ Նա օրինակ չի կարողանում հասկանալ, թե ինչպիսի մեծ վտանգ է ներկայացնում Անտոնիոսը հանրապետական ընդհանուր գործի ճանապարհին։ Նա Անտոնիոսին սխալմամբ համարում է մի մարդ, որը խիստ սիրահար է զբոսանքի և զվարճության, բացի այդ նա Բրուտոսի կարծիքով եղել է միայն Կեսարի անզոր բազուկը և այժմ այդ բազուկը ոչինչ չի կարող անել, որովհետև Կեսարի գլուխը չկա։ Որ Անտոնիոսը զբոսանքի և զվարճության սիրահար է, այդ ճիշտ է, բայց որ նա միաժամանակ վերին աշճանի խորամանկ ու վտանգավոր քաղաքական հակառակորդ է, ավանտյուրիստ ու դեմագոգ, այս է, որ չի հասկանում Բրուտոսը։ Նա նույնիսկ Անտոնիոսին ժողովրդի առաջ ճառով հանդես գալու հնարավորություն է տալիս, իսկ վերջինս մեծ վարպետությամբ օգտագործելով այդ ժողովրդին ապստամբեցնում է Բրուտոսի և նրա համախոհերի դեմ։ Բրուտոսի համար բնորոշ է նաև այսպիսի մի գիծ, երբ Կասիոսը իբրև ավելի գործնական քաղաքական գործիչ առաջարկում է սպանել նաև Անտոնիոսին, հասկանալով, թե ինչ մեծ վտանգ է հանդիսանում նա, Բրուտոսը վճռականապես դեմ է դուրս գալիս։ Նա գտնում է, որ այդ տարածքը կթվա սաստիկ բիրտ ու արյունռուժ, որ իրենք չպետք է դառնան մսագործներ և որ եթե առհասարակ հնարավոր լիներ առանց որևէ կաթիլ արյուն թափելու կանխել բռնապետության հաստատումը, ավելի լավ կլիներ։ Օհ, երանի թե կարողանայինք Կեսարի հոգին իսպառ հոշոտել առանց Կեսարին մաս-մաս անելու։ Բրուտոսն իր հաշիվների մեջ նորից սխալվում է։ Ամբողջ խնդիրն այն է, որ նա կարծում էր, թե սպանելով Հուլիոս Կեսարին կկարողանա իսպառ հոշոտել նաև նրա հոգին, կեսարիզմը միապետականության սկզբունքը, բայց հետո համոզվում է, որ Կեսարի հոգին չի ոչնչացված։ Ճակատամարտի նախօրյակին գիշերը հենց այդ հոգին է, որ երևում է Բրուտոսին, հասկացնելով, որ ինքը չի բարդված։ Ճակատամարտի վախճանը հարցը լուծում է միապետականության օգտին։ Բրուտոսն իր կործանումը անխուսափելի համարելով բացականչում է.
Օ Հուլիոս Կեսար, դու դեռ հզոր ես, ոգիդ շրջում է դեռ երկրի վրա եւ մեր օրերը ուղղում սեփական մեր կրծքերի դեմ։ Այսպես չնայած Բրուտոսի ազնվությանը, անշախնդրությանը, ջերմ հայրենասիրությանը, բարձր սկզբունքայնությանը, այնուամենայնիվ նա ինքնասպանություն է գործում։ Հաղթում են Կեսարի կողմնակիցները, Բրուտոսն իր ազնվական հանրապետական իդեալներով դատապարտված էր պատմության կողմից։ Ժամանակը գործում էր հօգուտ կեսարիզմի միապետության, եւ այնուամենայնիվ Բրուտոսը ողբերգության ամենապայծառ հերոսն է։ Նույնիսկ նրա քաղաքական հակառակորդները նրա մարմինը հողին են հասնում զինվորին վայել մեծարանքով։ Անտոնիոսը ստիպված ասում է. նա ամենքի մեջ ամենաազնիվ հռոմեացին էր։ Նրանից բացի մնացյալ բոլոր դավադիրները գործեցին միայն մեծն Կեսարի հանդեպ ունեցած նախանձից դրդված, նա միայն արդար մտքով տոգորված, նրանց միջոցով իսեր ընդհանուր մեծ բարօրության, իր կյանքն ազնիվ էր եւ տարեշտն իր մեջ այնպես շաղախված, որ բնությունը կարող էր կանգնել եւ ազդարարել ի լուր աշխարհի, այս մեկը մարդ էր։ Սա Շեքսպիրի տված ընդհանուր գնահատականն է Բրուտոսին։ Ողբերգության երրորդ կարևոր կերպարը Անտոնիոսն է։ Սա այլ տիպի քաղաքական գործիչ է, միանգամայն ճիշտ է Բրուտոսը, երբ նրան ասում է. նախքան խայթելը դու վարպետորեն շողոքորթում ես։ Եվ իսկապես Անտոնիոսի գլխավոր զենքը քաղաքական երկերեսանությունն է, դեմագոգիան, ավանտյուրիզմը։ Հուլիոս Կեսարի սպանությունից հետո նա հնազանդ ու խոնարհ ձևանալով շողոքորթում է Բրուտոսին ու նրա համախոհերին, սեղմում նրա ձեռքը, հայտարարում, որ ինքը նրանց սիրում է եւ նրանց բոլորի բարեկամն է։ Օգտվելով Բրուտոսի ազնվությունից ու մեծահոգությունից, նա ժողովրդի առաջ ճառով հանդես գալու թույլտվություն է ստանում։ Նպատակը պարզ է։ Նա ցանկանում է նախ շոշափել ժողովրդի տրամադրությունը եւ ապա, եթե հնարավոր է, լարել դավադիրների դեմ։ Անտոնիոսի ճառը քաղաքական երկերեսանության, դեմագոգիայի, ժողովրդին խարդախ ճանապարհներով խաբելու մի իսկական գլուխգործոց է։ Նա ելույթ է ունենում Բրուտոսից հետո, երբ ժողովուրդը հավանություն էր տվել Հուլիոս Կեսարի սպանությանը եւ փաստորեն անցել դավադիրների կողմը։ Բրուտոսի գլխավոր դրույթը, թե Կեսարը փառասեր էր եւ նրան սպանեցին հենց այդ փառասիրության համար, ժողովրդի վրա մեծ տպավորություն էր գործել։ Նա իր ճառի սկզբում Բրուտոսին անվանում է ազնիվ եւ պատվարժան մարդ, պատվարժան է հայտարարում անխտիր նրա բոլոր ընկերներին։ Ազնիվ Բրուտոսն ասաց, Կեսարը փառասեր մարդ էր, եթե այդ ճիշտ է, դա ծանր մեղք է եւ Կեսարը այն ծանրորեն քավեց։ Այնուհետև ասում է, որ ինքը եկել է Կեսարին հողին հանձնելու, որովհետև եղել է Կեսարի ընկերը։ Բայց Բրուտոսն ասում է, նա փառասեր էր, իսկ Բրուտոսը պատվարժան մարդ է։ Այնուհետև նշելով, որ Կեսարը անթիվ գերիներ բերելով Ռոմ, նրանց փրկագնով հարստացրեց գանձատունը հարց է տալիս։ Եվ սա է կոչվում փառասիրություն, երբ աղքատները հառաչում էին Կեսարն էր լալիս, իսկ փառասերը ավելի կարծր նյութից է կրված։ Բայց Բրուտոսն ասում է, նա փառասեր էր, իսկ Բրուտոսը մարդ է պատվարժան։ Ինչպես տեսնում ենք, Անտոնիոսը սկզբում այնպես է խոսում, որ կարծես թե չի առարկում Բրուտոսին, ձանձրացնելու աշճան կրկնում է պատվարժան բառը, քաջ գիտենալով, որ ժողովրդի համակրանքը Բրուտոսի կողմն է։ Բայց նկատելով, որ ժողովուրդը լարված ուշադրությամբ լսում է, շարունակում է. ամենք դել տեսակ, որ Լուպերկալին գերիցս նրան եւ մատուցեցին արքայական թագ եւ 3 անգամ նա թագը մերժեց եւ սա է կոչվում փառասիրություն, բայց Բրուտոսն ասում է, նա փառասեր էր, իսկ նա անկասկած մարդ է պատվարժան։ Ես չեկա այստեղ հերքելու ինչ որ Բրուտոսն ասաց, եկա ասելու ինչ որ ես գիտեմ։ Տեսնելով, որ այս դեմագոգիան տպավորություն գործեց ժողովրդի վրա, նա հուզմունքից արտասվում է եւ ընդհատում ճառը։ Քաղաքացիներից մեկն ասում է, որ Անտոնիոսի ասածը նրան հիմնավոր է թվում։ Մյուսն ասում է, եթե Կեսարը չուզեց թագը վերցնել, ուրեմն նա փառասեր չէր։
Անտոնիոսը նկատում է ժողովրդի մեջ տեղ ունեցած այդ բեկումը, տարակուսանքները եւ ջարը վերսկսում է մի կողմ նետելով դիմակը։ Այստեղ արդեն Անտոնիոսի դեմագոգիան հասնում է իր գագաթնակետին։ Նա հայտնում է, որ Կեսարը կտակ է թողել, եւ եթե ժողովուրդն իմանար, թե ինչեր կան գրված այնտեղ, ապա բոլորը կվազեն եւ կհամբուրեն Կեսարի արյունոտ վերքերը, իրենց թաշկինակները կներկեն նրա սրբազան արյամբ։ Կեսարի ամեն մի մասը կխնդրեն իբրև սրբազան հիշատակ եւ մեռնելիս, իբրև անգին մի ժառանգություն կկտակեն իրենց թորներին։ Ժողովուրդը ցանկանում է լսել կտակը։ Անտոնիոսը հրաժարվում է կարդալուց. «Հարց չէ գիտենաք, թե Կեսարը ձեզ ինչ բուրն էր սիրում, դուք կոճղեր հոչեք, դուք հոգարեր չեք, չէ որ դուք մարդ եք, լավ է չիմանաք, եթե իմանաք ով գիտե ինչեր կարող են ծագել»։ Ահա նման մեթոդներով Անտոնիոսին վերջի վերջո հաջողվում է ապստամբեցնել ժողովրդին։ Շեքսպիրն այս տեսարանում ցույց է տալիս, թե ինչպես խորամանկ ու խարդախ դեմագոգներին հաջողվում է խաբել ժողովրդին եւ նրան դարձնել իր նպատակների իրագործման կույր գործիք։ Ողբերգության մեջ գծված 3 քաղաքական գործիչների՝ փառասեր, բռնակալ Հուլիոս Կեսարի, քաղաքական երկերեսանի խարդախ ու խորամանկ դեմագոգ Անտոնիոսի եւ իր հայրենիքի ազատությունը ձգտող ազնիվ ու անշահախնդիր Բրուտոսի միջև Շեքսպիրի համակրանքը վերջինիս կողմն է։ Նա իհարկե չի բաժանում Բրուտոսի հանրապետական հայացքները, բայց նա Բրուտոսի ազնվության ու բարձր սկզբնության կողմնակից է եւ նրան հակադրում է Հուլիոս Կեսարի եւ Անտոնիոսի տիպի քաղաքական գործիչներին։ Բրուտոսի ամբողջ դժբախտությունը միայն այն է, որ նա մենակ է եւ անխուսափելիորեն պետք է կործանվի իբրև ժամանակի ոգին չհասկացող իդեալիստ։ Բրուտոսի մասին խոսելիս չի կարելի մի քանի խոսք չասել նաև նրա կնոջ Պորցիայի մասին։ Ճիշտ է նկատել շեքսպիրագետներից մեկը, որ եթե մենք ցանկանում ենք որոշել, թե որն է Շեքսպիրի դրական իդեալ ընտանիքի մասին, ապա ամենից առաջ պետք է նկատի ունենանք Պորցիային եւ նրա հարաբերությունը իր ամուսնու հետ։ Պորցիան Կատոնի դուստրն է, իր կամքը փորձելու համար նա դաշույնով իր ազրի մեջ վերք է բացարել եւ պատճառած ցավերը հերոսաբար կրել։ Նա անսահմանորեն սիրում է Բրուտոսին եւ հպարտանում, որ նրա կինն է, բայց նա ամուսինների մեջ լիակատար իրավահավասարության կողմնակից է։ Նկատելով Բրուտոսի մեջ տեղ ունեցած փոփոխությունները, նա հասկանում է, որ ամուսնուն ինչ որ միտք է տանջում եւ ցանկանում է անպայման իմանալ ամուսնու գաղտնիքները, որովհետեւ նրա կարծիքով ամուսինների միջև ոչ մի գաղտնիք գոյություն ունենալ չի կարող։ Բրուտոսը սկզբում խուսափում է եւ նրա հարցասիրությանը չի պատասխանում։ Պորցիան համառ է, ասա Բրուտոս, մեր ամուսնական դաշինքում արդյոք հիշատակված է այնպիսի պայման, որ ես իրավունք չունեմ իմանալ այն գաղտնիքները, որ քեզ են հուզում։ Միթե ես միայն քեզ հետ ուտելիս եւ զրուցելիս եւ անկողինը քո ջերմացնելիս պիտանի եմ քեզ։ Միթե ապրում եմ ես քո հաճույքի արվարձանի մեջ, ոչ թե քո սրտում։ Եթե այդպես է, Պորցիան Բրուտոսի կինը չէ բնավ, այլ նրա հարճը։ Բրուտոսը նրան իհարկե հարճ չի համարում։ Պորցիան նրա սրտին այնքան սիրելի ու մոտիկ է, ինչպես կարմրագույնային կաթիլները, որ այցելում են նրա սիրտը։ Հետևաբար նրանց մեջ ոչ մի գաղտնիք լինել չի կարող, մանավանդ որ Պորցիան հավաստիացնում է, թե միթե ինքը չի կարող իր ամուսնու գաղտնիքը պահել, Բրուտոսը նրան հայտնում է ամեն ինչ։ Օ դուք աստվածներ, ինձ արշան դարձրեք այս ազնիվ կնոջ։ Սա է Բրուտոսի վերաբերմունքը Պորցիայի նկատմամբ։ Պորցիան դավադրության օրը ծանր ապրումներ է ունենում։ Ես տղամարդու սիրտ ունեմ իմ մեջ, բայց կանացի ուժ, ահ կանանց համար որքան դժվար է գաղտնիքներ պահել։ Եվ այնուամենայնիվ բացի ծառայից Լուցիոսից այդ գաղտնիքները Պորցիայից ոչ ոք չի լսում։ Թե ինչպես է Պորցիան ապրում իր ամուսնու գործի ճակատագրով, երևում է նրա տխուր վիճակից։ Մի կողմից կարոտը, մյուս կողմից Բրուտոսին հասած անհաջողության ծանր կսկիծը նրան հասցնում են խելագարության։ Նա կրակ է կուլ տալիս եւ այդ կերպ վերջ տալիս իր կյանքին։ Ողբերգության ամենաուժեղ էջերից են այն ծանր վշտի նկարագրությունը, որ ապրում է Բրուտոսը լսելով իր սիրած կնոջ մահվան բոթը։
Հուլիոս Կեսարից հետո իր գրական գործունեության երկրորդ շրջանում Շեքսպիրը Ռոմի կյանքից գրում է նաև երկու ողբերգություն՝ Անտոնիոս և Կլեոպատրա և Կորեուլունուս, որոնց թեման դարձյալ առնված է հին ազնվական հանրապետության կործանման և միապետության հաստատման շրջանից։